Քաղաք Քաշան գտնվում է Իրանի կենտրոնական մասում Սպահան օսթանում։ Հանդիսանում է Քաշան Շահրեստանի վարչական կենտրոնը։ Որոշ ստուգաբանների կարծիքով անվանումը ծագում է կասյաններից, ովքեր քաղաքի բնիկ բնակիչներն են, որոնց մասին հիշատակումներ կան Թափեսի ալքում Քրիստոսից առաջ 9000 տարի առաջ։ Այնուհետև այն անվանել են Քաշյան, որն էլ հենց քաղաքի անվանումն է։ 12-ից 14-րդ դարերի միջև Քաշանը բարձրորակ խեցեղենի և աղջասալիկների արտադրության կարևոր կենտրոն էր։ Արդի պարսկերենում աղջասալիկ անվանում են Քաշի, որն էլ ծագում է այս քաղաքի անվանումից։ Քաշանը բաժանված է երկու մասի՝ լեռնային և անապատային։ Արևմտյան մասում շրջապատում են Կարկասի լեռնաշղթայի երկու մեծ գագաթները՝ Գարգաշսարը հարավ-արևմուտքում, որտեղ գործում է Իրանի ազգային աստղադիտարանը ամենամեծ աստղադիտակով, և Արդեհալ սարը արևմուտքում, որը նաև հայտնի է Քաշանի դամավանդ անվամբ, և Արդեհալ լեռների ամենամեծ գագաթը կենտրոնական Իրանում Կարկասի լեռնաշղթայի ավարտվող մասով։ Քաշանի արևելքից սկսվում է Իրանի անապատի կենտրոնական մասը, որով և հայտնի է այս քաղաքը։ Բացի այդ, այն նաև հայտնի է Մարանջաբի անապատով և Իջևանատնով, որոնք Աղի լճի շրջակայքում են։ Այսօր Մարանջաբը և շրջապատող սահող ավազները սաֆարիների շաբաթավերջի համար հայտնի վայրեր են։ 2007 թվականի օգոստոսի 9-ին Իրանը պատմական սրնի թևը Սիալքն ու Քաշանը գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ապագայում հնարավոր գրանցման համար։ Այս վայրերի հստակ սահմանումը Քաշանի հետ գրանցման թեկնածության առաջադրման համար պարզ չէր։ 2012 թվականին Իրանը հաջողությամբ առանձին թեկնածության առաջադրեց թևի այգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցելու համար, որպես պարսկական այգիների համաշխարհային ժառանգության վայր։ Չնայած դրան, պատմական սրնի թևը Սիալքն ու Քաշանը լիովին մնում են Իրանի նախնական ցուցակում։ Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր մոտ 304490 մարդ, որոնք կազմում էին 91935 տնտեսություն։ Քաշանը Սպահան օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է, օսթանի վարչական կենտրոն Սպահանից հետո։ Քաշանում բնակության ավելի վաղ ապացույցները թվագրվում են պալեոլիթյան ժամանակաշրջանով, որոնք հայտնաբերվել են Նիասարում, Քավթարխունում և Սեֆիդ Աբում։ Միջին պալեոլիթյան ժամանակաշրջանի երկաթե գործիքներ են գտնվել Նիասարի և Քավթարխունի Տրավերտինի հանքավայրում։ Ուշ պալեոլիթյան խմբերը բնակվում էին Սեֆիդ Աբի աղբյուրի և Քաշանի հարավ-արևմուտքում։ Հնագիտական գտածոները Սիալքի լոքսում, որոնք տարածվում են Քաշանի արևմուտքից 6 կիլոմետր հեռու, բացահայտում են, որ այս շրջանը նախապատմական ժամանակաշրջանում քաղաքակրթության սկզբնական աղբյուրներից էր։ Այսպիսով, Քաշանը թվագրվում է Էլամի ժամանակաշրջանով։ Սիալքի զիկկուրատը կառուցումից 7000 տարի անց էլ դեռ կանգուն է Քաշանի արվարձանում։ Սիալք Մահան Փաշայում հայտնաբերված հնագույն մշակույթի գտածոները այժմ գտնվում են Լուվրում, Փարիզում, Նյու Յորքի մետրոպոլիտենի թանգարանում և Իրանի ազգային թանգարանում։ Որոշ հաշվարկներով Քաշանը 3 իմաստուն մարդկանց վայրն էր, ովքեր հետևեցին իրենց դեպի Բեթղեհեմ ուղեկցող ասխին տեսնելու Հիսուսի ծնունդը, ինչպես որ պատմվում է Աստվածաշնչում։ Չնայած պատմության պատմական վավերականությանը, Քաշանին նրանց բնակավայր բնութագրելը վկայում է վերջինիս հեղինակության մասին, երբ Աստվածաշնչում պատմությունը գրի առան։ Քաշանը սեֆյանների համար հանգստավայրերից մեկն էր։ Բաղեֆինը կամ ֆիննական բաղնիքը Իրանի ամենահայտնի այգիներից մեկն է, որի լողավազանն ու մրգաստանները նախագծվել են Շահ Աբասի համար, դրախտի պարսկական դասական պատկերացման համաձայն։ Սեֆյաններին հաջորդած Ղաջարիների արքայատոհմը էականորեն փոխարինեց և վերակառուցեց վերջիններիս շինությունները, չնայած որ ծառերն ու մարմարյա ավազանները մնացել են բնականին մոտ։ Այգին կառուցվել է 7000 տարի առաջ։ Այն նաև հայտնի է որպես 1852 թվականի Միրզա Թաղի խանի սպանության վայր, ով Նասր ալ-Դին Շահի դիվանապետն էր։ 1778 թվականի երկրաշարժը գետնին հավասարեցրեց Քաշանն ու Շահ Աբասի բոլոր կառույցները։ Այժմ Քաշանը բազմաթիվ մեծ տներ ունի, որոնք թվագրվում են 18-ից 19-րդ դարերով
եւ պատկերում են Ղաջարների գեղագիտության ամենավառ օրինակները։ Չնայած որ զբոսաշրջիկներին գրավիչ շատ վայրեր կան Քաշանում, այն դեռ բարեփոխումների կարիք ունի, քանի որ տարեկան մոտ 1000 զբոսաշրջիկ է այցելում այստեղ։ Կարևոր քաղաքներից են Ղամսարն ու Աբյանեն, ուր ողջ տարի կտեսնեք զբոսաշրջիկների։ Մոտակա Նիասար քաղաքում կան պատմական նշանակության ձեռակերտ քարանձավ եւ Բուխարի։ Քաշանը հայտնի է կարպետների, մետաքսի եւ տեքստիլ այլ արտադրանքներով։ Այստեղ են գործում Իրանի կարպետագործության մեխանիզացված գործարանների մեծամասնությունը։ Այն ունի նաև մարմարի եւ պղնձի հանքերի զարգացող արդյունաբերություն եւ արվարձաններով ներառյալ բնակչության թիվը 400,000 է։ Այժմ Քաշանում ուսանում են ավելի քան 10,000 ուսանող Քաշանի համալսարանների տարբեր ֆակուլտետներում՝ կիրառական գիտություններ, ինժեներիա, արվեստ, իրավաբանություն, բժշկական գիտություններ եւ այլն։ Քաշանի քոլեջներն ու համալսարանները ներառում են բժշկական գիտությունների Քաշանի համալսարանը, Քաշանի իսլամական ազատ համալսարանը եւ Քաշանի համալսարանը։ Քաշանը ֆրիվեյներով կապված է Սպահանին եւ Նաթանզին, Հարավում եւ Ղոմին, որը մեքենայով 1 ժամվա հեռավորության վրա է գտնվում հյուսիսում։ Քաշանն ունի երկաթուղու կայարան, որը երկրի հյուսիսն ու հարավը իրար միացնող երկաթգծի կայարաններից մեկն է։ Քաշանի օդանավակայանը վերաբացվել է 2016 թվականի հունիսի 2-ին Մաշհադի միջազգային օդանավակայանից ԱԹԱ ավիաուղիների թռիչքից 20-ամյա դադարից հետո։ Օդանավակայանը մտադիր է թռիչքներ իրականացնել Քիշ կղզի եւ Նաջաֆ, որը գտնվում է Իրաքում։ Բորուջերդի պատմական տունը պարսկական ավանդական բնակելի ճարտարապետության ապշեցուցիչ օրինակ է, որը գտնվում է Իրանի Քաշան քաղաքում։ 19-րդ դարի վերջին կառուցված այս հոյակապ նստավայրը համարվում է իր տեսակի մեջ լավագույններից մեկը եւ տարածաշրջանի այցելուների համար հայտնի զբոսաշրջային վայր է։ Բորուջերդի պատմական տունը պատվիրել է Հաջ Սեյեդ Հասան Նաթանզի անունով հարուստ վաճառականը, ով ցանկանում էր մեծ նստավայր ստեղծել իր կնոջ Քաշանի մեկ այլ նշանավոր վաճառականի դստեր համար, որպես նվեր։ Տան շինարարությունը սկսվել է 1857 թվականին եւ տևել գրեթե 11 տարի, հարյուրավոր հմուտ արհեստավորներ եւ բանվորներ աշխատելով նախագծի վրա։ Բորուջերդի պատմական տունը պարսկական ավանդական բնակելի ճարտարապետության գլուխգործոց է, իր բարդ դիզայնով եւ ապշեցուցիչ դեկորացիաներով։ Տունը բաժանված է երկու հիմնական մասի՝ անդարունի եւ բիրունի, այսինքն ներքին եւ արտաքին։ Անդարունին մասնավոր բնակելի թաղամաս է, որտեղ ընտանիքը բնակվում էր, հյուրասիրում էր հյուրերին եւ բիզնես վարում։ Այն ներառում է ձմեռային եւ ամառային հյուրասենյակներ, որոնք նախատեսված են տարբեր եղանակներին հարմարավետ բնակելի տարածքներ ապահովելու համար։ Ամառային հյուրասենյակը գտնվում է տան հյուսիսային հատվածում, որտեղ ավելի զով է եւ ունի կենտրոնական լողավազան, որն օգնում է սենյակը զով պահել։ Մյուս կողմից ձմեռային հյուրասենյակը գտնվում է տան հարավային հատվածում, որտեղ ավելի տաք է եւ ունի բուխարի, ավելի ցուրտ ամիսներին ջերմություն ապահովելու համար։ Մյուս կողմից բիրունին տան հանրային հատվածն է, որտեղ հյուրերին կընդունեն եւ հյուրասիրեին։ Այն ներառում է երկու հիմնական բակերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լողավազանն ու շատրվանը, որոնք շրջապատված են սենյակներով եւ սրահներով, որոնք զարդարված են նրբագեղ սալիկապատմամբ, սվաղով եւ հայելային աշխատանքներով։ Բակերը ծածկված են գմբեթներով, որոնք թույլ են տալիս բնական լույսը մտնել տուն, միաժամանակ ստվեր եւ պաշտպանություն ապահովելով տարերքներից։ Տան ամենատապավորիչ առանձնահատկություններից մեկը նրա հողմաբռնիչներն են, որոնք ավանդական պարսկական ճարտարապետական տարրեր են, որոնք օգտագործվում են շենքի ինտերիերը սառեցնելու համար։ Հողմակայիչները բարձրահասակ, ծխնելույզի նման կառույցներ են, որոնք գրավում են քամուն եւ ուղղում դեպի տուն, ստեղծելով բնական օդորակման համակարգ։ Տան մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունը նրա ստորգետնյա ջրանցքն է, որը հայտնի է որպես քանաթ,
որն անցնում է տան տակով եւ ապահովում է մաքուր ջրի մշտական աղբյուր շատրվանների եւ այգիների համար։ Տունն ունի նաեւ առանձին խոհանոցային շենք, որը պարսկական բնակելի ճարտարապետության ընդհանուր առանձնահատկությունն էր, քանի որ այն օգնում էր նվազեցնել հիմնական տան հրդեհի եւ ծխի վնասման վտանգը։ Տան ինտերիերը նույնքան ապշեցուցիչ է, որքան արտաքինը։ Բարդ փորագրված փայտե դռներով եւ առաստաղներով, գունավոր վիտրաժներով եւ հիանալի գիպսագործությամբ իրանցի նշանավոր նկարիչ Սանե Ալ-Մուլկի կողմից, ով Քամալ Ալ-Մուլկի հորեղբայրն էր։ Բորուջերդիի պատմական տունը ոչ միայն պարսկական ճարտարապետության գլուխգործոց է, այլև Քաշան քաղաքի մշակութային եւ պատմական նշանակության խորհրդանիշ է։ Տունը վկայում է 19-րդ դարավերջի իրանցի արհեստավորների գեղարվեստական եւ ճարտարապետական հմտությունների մասին, ովքեր կարողացել են ստեղծել նման հոյակապ կառույց, օգտագործելով միայն ավանդական շինարարական տեխնիկան եւ նյութերը։ Տունը նաեւ հիշեցնում է այն կենսական դերի մասին, որ ճարտարապետությունը խաղացել է պարսկական մշակույթում ոչ միայն որպես ապաստանի միջոց, այլև որպես հասարակության գեղագիտական եւ հոգեվոր արժեքների արտահայտման միջոց։ Բորուջերդիի պատմական տունը պարսկական ճարտարապետության իսկական գոհար է, եւ այն պետք է տեսնել եւ լուսաբանել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Իրանի պատմությամբ եւ մշակույթով։ Նրա բարդ դիզայնը, ապշեցուցիչ զարդարանքները եւ մշակութային նշանակությունը այն դարձնում են երկրի ժառանգության եզակի եւ արժեքավոր մասը։ Տան այցելուները կարող են հիանալ գեղեցիկ արհեստագործությամբ եւ ծանոթանալ Քաշան քաղաքի եւ ամբողջ երկրի պատմությանն ու մշակույթին։ Տունը վկայում է իրանցի ժողովրդի գեղարվեստական եւ ճարտարապետական հմտությունների մասին եւ նրա հարուստ մշակութային ժառանգության խորհրդանիշը։